Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանը դարձավ մերը։ Չէ, համաձայն չեմ։ Ոնց 44 բան։ Դե մինչև էլ մերն էր, դա ինչ բան է։ Փոշակի համար ժողովուրդ ես ողոլ մեր վիճակի համար ասեմ։ Դա ձեր հարցին այդպես կար։ Հայաստանը մերն ա եղել, մերն էլ կմնային, կա որ ներքին թշնամիները քիչ լինեն, չլինեն, լավ կլինեն։ Ոնց հետաքրքիր հարցեր։ Գիտեք, երևի իմաստը ժողովուրդը չի հասկացել ինչ իմաստով է ասել, էլի։ Ամեն դեպքում հնարավոր է իրականությանը մոտիկ լինի, չես կարող ասես։ Մերը չէր Հայաստանը մինչև Դե մերն էր, բայց ինչքան էր մասատված, չէր կար գաղտնի աներ, որ ասենք ժողովուրդը տեղյակ չէր։ Բայց դե ով էր արել, ինչ էր արել։ Համենայն դեպս կգա ժամանակ ամեն ինչ ջրի երես կլինի, ես չեմ կարծում էլի ոչինչ ծածուկ չի մնում այս երկրի վրա։ Դա Աստված ձեզ հետ լինի, օրհնվի իմ երկիրս լավ լինի։ Ոչ մեկի հետ համաձայն չեմ։ Ես սյուր եմ, գիտեք, մշտական ստեղ չեմ արել։ Ոչ իհարկե։ ինչու։ Բարդ ասել։ Մերը, հա։ Մինչև այդ ումն էր Հայաստանը։ Մինչև այդ ռուսերն է։ Ռուսերն է։ Ինչու եք այդպես կարծում։ Ինչպես Ինչու եք այդպես կարծում։ կարծում, բայց սա ռուսերիններ էլ հիմա էլ է 90%-ը ռուսերինն է։ Քիչ-քիչ փոխվում է։ Ոչ, համաձայն չեմ։ Ինչու։ Հենց հիմիկվա վիճակի համար Հայաստանի։ Ինքը ասում է խաղաղություն է, բայց չի երևում ինչ-որ ապագայում խաղաղություն որ լինի։ Ինչու է Չգիտեմ, նման բան ասում Նիկոլ Փաշինյան, ինչու է ասում, որ պատերազմից հետո դարձավ մերը։ չեմ կարող ասեմ, չգիտեմ, բայց ես համաձայն չեմ։ Ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Ես հոգնեն եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի։ Եթե վարչապետ լիներ, ես լուրջ կընդունեի իր խոսակցությունը։ Բայց փաստացում է երկիրը Զբաղեցնում է։ Ինձ համար ինքը վարչապետ չի։ Պատասխանեցի Արփինե ջան։ Իմ առաջի սիրո անունն է Արփինե։ Մերնա դառը։ Չգիտեմ, հարցը չէ։ Հայաստանը։ Մերնա, բա ինչ է։ Իսկ մինչև 44 օրյա պատերազմը մերը չէր։ Մերն էր։ Իսկ ինչու է ձեր կարծիքով Փաշինյանը ասում, որ պատերազմից հետո դարձավ մերը։ Ես ճիշտ ասած պոլիտիկայից գաղափար չունեմ, ավելի լավ է չխոսեմ, չպատասխանեմ։ Շնորհակալություն։